Արդեն մի քանի օր Տավուշի մարզում բուսածածկ տարածքներ են այրվում, հրդեհը սկսվել է Ճամբարակ Թթու ջուր հատվածից, հետո տարածվել հասնելով Դիլիջանի ոլորանների հարակից տարածքներ ու մոտենալով Լեռնային Հայաստան առողջարանին։ Ռադիոլուրի աշխատանքային խմբի ժամանման պահին ոչ առողջարանի, ոչ Դիլիջանի ոլորանների, ոչ էլ Սեմյոնովկայի հատվածներում կրակը տեսանելի չէր, ծուխը նույնպես թանձր չէր։ Դեպքի վայրում ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն է ներկայացնում իրավիճակը։ Տավուշի մարզում խոտածածկ եւ բուսածածկ տարածքների 4 կետ ունենք հրդեհների, մեկը այս հատվածն է Լեռնային Հայաստանից դեպի վերև, մյուս հատվածը Դիլիջանի ոլորանների հատվածն է, երրորդ հատվածը ուրեմն Նավուր տեղամասն է եւ Կազաչի հատվածը։ Կազաչի հատվածը դեպի Տավուշից դեպի Լոռին կնող հատվածն է, այդտեղ հրդեհը արդեն մեկուսացված է։ Հրդեհաշիջումը շարունակվում է Նավուրի հատվածում, ինչպես նաեւ Դիլիջանի ոլորանների եւ այս հատվածում։ Հրդեհաշիջման աշխատանքները ինտենսիվ շարունակվում են, ներգրաված է շուրջ 700 փրկարար, բազմաթիվ էկոպարեկներ։ Ինչպես տեսնում եք, ուղղաթիռն էլ անդադար թռիչքներ է իրականացնում, հետախուզում անում եւ ներգրաված է հրդեհաշիջման աշխատանքներին։ Հրդեհը հիմնականում տարածվել է խոտածածկ հատվածում, տարածքում մեծաքանակ ծառներ չեն այրվել, բայց արձանագրվել են ջերմահարումներ, պարզաբանում է Նարեկ Սարգսյանը։ Հրդեհի տարածումը դեպի տներ ու առողջարան կանխվել է։ Փրկարարներն ու հրշեջները շարունակում են ինտենսիվորեն աշխատել։ Կոնկրետ այս հատվածի հրդեհի հետ կապված 3 ցերեկը ժամը 3-ի սահմաններում է եղել ահազանգը, իսկ ինչ վերաբերում արդեն Դիլիջաների ոլորանի հատվածին, դա նախորդ օրն է եղել։ Հայաստանում ընդհանուր ունեցել ենք նմանատիպ հրդեհներ Գեղարքունիքի մարզում, Սյունիքի մարզում, ուրեմն Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզում, Լոռու մարզի տարբեր հատվածներում, Շիրակի մարզում, գրեթե բոլոր հատվածներում հրդեհները մարվել են։ Այս պահին մեկուսացված է Թթու ջուր եւ Ճամբարակ հատվածի խոտածածկ եւ բուսածածկ տարածքների հրդեհները։ Կամավորական խմբերի օգնության կարիք առաջանալու դեպքում կարվի համապատասխան հայտարարություն հայտնում է ներքին գործերի նախարարությունը։ Նախարարի մամուլի խոսնակը հրդեհի բռնկման մի քանի վարկած է նշում, բայց միևնույն ժամանակ նկատում, որ տարվա այս եղանակին հրդեհներ բռնկվում են տարածաշրջանի մյուս երկրներում եւս, ինչը չոր խոտածածկի առկայությամբ է պայմանավորված։ Ըստ մասնագետների հիմնականում չոր կլիման է, տեղումներ չեն եղել, չենք բացառում նաև խոզաների այրումը, ինչը հնարավոր է պատճառ հանդիսացած լինի հրդեհների, դրա համար մենք մեր բնակիչներին մշտապես հորդորում ենք անհարկի այրումներ չկատարել, խոզաների այրում չկատարել, դա ինչպես վնասում է էկոհամակարգը, հողի որակը, այնպես էլ հնարավոր է դառնա մեծածավալ հրդեհների պատճառ։ Դուք գիտեք նաև, որ մեր տարածաշրջանում ընդհանուր չոր կլիմայի հետ կապված նաև տարածաշրջանում ունենք մեծ հրդեհ Իրանի հատվածում, Կասպից ծովի ափին, այնտեղ անտառային մեծ հրդեհներ կան, որը ըստ տեղեկությունների նաև կրկին չոր կլիմայի հետ է կապված։ Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակը վստահեցնում է, որ կրակը շուտով ամբողջությամբ կմարվի, իսկ երկնքում անդադար աշխատում է պաշտպանության նախարարության ուղղաթիռը Դիլիջանի հրապարակի ջրավազանից ջուր հասցնելով հրդեհվող տարածքներ։ Աննա Նազարյան, Գագիկ Սիմոնյան, Ռադիոլուր։